Ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին։ Բայց ես ուզում եմ, որպեսզի նախագիծը ոչ թե ուղղակի գեղեցիկ խոսքերի փաթեթ լինի, այլ պրակտիկ, կիրառելի, օգտագործելի։ Սա մասն է խոսքը։ Եվ դրա համար է նաև միջազգային փորձը խնդրում որ ներկայացնեք, եթե կան։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Երբ ասում եք, որ մի ասեք ուրիշ պատգամավորները խի չեն արի եւ այլն, ձեր ասելուց հետո եմ ասում։ Դուք եթե չխոսայիք, չի ասվի, բայց այդ դեպքում է կարամ ասեմ որպես հարկատու։ Այսինքն դուք պատգամավորի դուք չէ, էլի նաև ես ձեզ վրա ասում ինձ էլ նկատի ունեմ բոլորին։ Եթե մարդ բարձրաստիճան պաշտոնյա է, ընտրվում 5 տարի ժամկետով, ունենում անձեռնամխելիություն բարձր աշխատավարձ է ստանում, դա պիտի ծառայություն մատուցի։ Այսինքն ինքը չի գալի վայելելու։ Ինքը գալիս է նաև ծառայություն մատուցի, նաև մեծ ֆինանսական հնարավորություն ունեցող մարդկանց դեմ պայքարի, որպեսզի պաշտպանի իր մյուս քաղաքացիների ընտրողների շահերը։ Հիմա որ ասում եք, մի ասեք ուրիշ պատգամավորներ, դե ինձ օրինակ վերեք, ասեք ինչ նախաձեռնությամբ եք հանդես եկել կամ ինչ առաջարկ եք արել 5 տարվա ընթացքում։ Ասել եք, այս ինչ բանը սահմանափակենք, այս ինչ մարդը չկարանա խաղա։ Բերեք, ես օրինակ ընդդիմադիր պատգամավոր, ես ընդդիմադիր չեմ քվեարկում, ես չեմ կարող սրա հետ կապված նախագիծ եթե եղած լինի, անհնարին է որ ես դեմ քվեարկի, չի կատնեմ այն բանը։ Չի կարա։ Խնդրում եմ պատասխանատու ասում եմ, հրապարակեք ձեր Facebook-յան էջով, հրապարակեք, այդ ինչ։ Ոնց է։ Հայաստան Դաշինքի էջով հրապարակեք։ Ասեք այ խաղային գործունեության հարկերը բարձրացնելու օրենքի նախագիծ ենք բերել, ԿՊ-ն դեմ է քվեարկե, կամ սահմանափակում մտցրելու նախագիծ ենք բերել, չկա նման բան։ Չի եղել ու չկա։ Սա այդ մասով։ Հաջորդը, որ ասում եք պետքա կողմեք, շնորհակալ եմ որ կողմեք, ու շնորհակալ եմ որ պատրաստակամություն եք հայտնում կողմ քվեարկելու։ Հիմա ասում եք մեխանիզմները պիտի աշխատող լինեն, օդի մեջ չլինեն, թղթի վրա չմնան։ Հիմա պարզ 6 առաջարկ եմ ասում, առաջին կայքում լինի ինքնահարկելապակման կոճակ, մարդը սխվում է, 5 տարի ժամկետով փակվում է, վերջ։ Հիմա չկա նման բան։